մարդիկ մտածում են քաղաքացիները, որ իրենք պետք է կոնկրետ ինչ-որ բան անեն, ենթադրենք, ասում են այ բռնության կոչի համար, խոսքի համար մարդուն տարել են եւ բան են արել, ազատություն ցրկել են։ Բայց ախր կան հոդվածներ, որոնք ենթադրում են կոչի համար կալանավորում կամ քրեական պատասխանատվություն, հա, բռնության կոչի համար։ Այդպես է նկարագրված։ Այսինքն ոչ թե պետք է ինքը բռնություն գործադրի, ենթադրենք հրապարակային իշխանությունը բռնի զավթելու կոչը։ Այս կոչը համարվում է արդեն փաստը, հա, համարվում է եղած, երբ որ այդ հրապարակային կոչը հրապարակային եղել է, հնչել է, վերջ համարվում է հանցագործությունը կատարված։ Այսինքն այլ փաստեր, այլ ապացույցներ պետք չեն, դա ապացույցն է արդեն։ Եվ դրա համար ենթադրվում է, ասացի, նկարագրված հոդվածը։ Շատ լավ, իսկ Հովանավանքում Հովանավանքի հետ կապված ես այդ փակել դուրս բերել եւ հիմնական հարցը եվրոպացի գործընկերները արդյոք հետևում են եւ ունեն մտահոգություններ, դիտարկումներ։ Տեսեք, կոնկրետ Հովանավանքի դեպքում ես այդ կադրերը տեսել եմ, ես դրա հետ կապված չեմ կարող հիմա որևէ բան ասել, որովհետեւ չգիտեմ արդյոք ինչ որ քննություն կատարվում է եւ այլն, ես չեմ կարող ոչինչ ասել։ Իրավական դաշտ եթե չգնանք, որքանով էր զուտ տեսարանը։ Տեսեք, եթե էսթետիկ առումով նայենք, եկեղեցուն բղավել եւ այլն, սա այսպես թե այնպես ով է եկեղեցուն բղավում, հա? Դուք որ եկեղեցի եք գնում, անգամ հեռախոսով չենք խոսում, անգամ կա նշան ցուցանակ, որ բարձր չխոսել, հեռախոսից չօգտվել եւ այլն, այսինքն սա էթիկական նորմեր են, որոնք պետք է պահպանել եկեղեցում գտնվելու ժամանակ, որովհետեւ մարդիկ աղոթում են, մարդիկ Աստծո հետ են հաղորդակցվում եւ այլն, եւ այդտեղ գալ ինչ որ անձնական հարցեր, գոռալ, միտինգ անել դրսում, եկեղեցու ներսում պետք չի դանել, այսինքն այս առումով ես ինքս էլ ենթադրեմ, եթե իմ կողքը մարդ բարձր խոսի, ես ինքս նրան կսաստեմ, որովհետև դա այդ տեղը չէ, որտեղ պետք է բղավել։ Խոսքով նորմալ էր այն ամենը, ինչ նորմալ չէ մարդու բերանը փակել, բայց մյուս կողմը դուք ինձ հիմա գնահատական եք ուզում, ոչ իրավական, ասում եք շատ լավ, իրավականը դնենք մի կողմ, դուք ինչպես եք գնահատում, գնահատում եմ, որ եկեղեցում պետք է պահպանել լռություն։ Եկեղեցում էլ տեսել եմ այդ ցուցանակը իդեպ, որ պետք է պահպանել լռություն։ Բացի այն, որ դա նաև դու ենթագիտակցորեն հասկանում ես, որ դա այն տեղը չէ, որտեղ պետք է գնալ, բարձր ծիծաղել, չգիտեմ, գոռալ, կռվել, հեռախոսով խոսել, անձնական հարցեր բանանել։ Դա ներքուստ գիտենք մենք, բայց նաև կան նաև համապատասխան նշումները եկեղեցում, ներսում փակցված, ենթադրում եմ եկեղեցականի կողմից։ Այստեղ մարդիկ կենտրոնանում են զուտ մեթոդների վրա, լավ, եթե մեթոդների հետ կապված ես չգիտեմ ով էր բանը մարդը, որը բերանը փակում էր, եթե նա պետական ծառայող է, ծառայողական քննություն է իրականացում։ Ես չգիտեմ սրա հետ կապված գործ կա քննվում է թե ոչ, դրա համար իրավական գնահատական ես չեմ կարող տալ, ես կարող եմ տալ այն գնահատականը, որը տվեցի, ամեն դեպքում ճիշտ չէ մարդու բերանը փակել, փորձելով լռեցնել, մյուս կողմից ճիշտ չէ եկեղեցում բղավել, գոռալ, ինչը մենք տեսանք տեսանյութում։ Շատ լավ, եվրոպացի գործընկերների մասով ունեք ասելիք, այսինքն իրենք հետևում են զարգացումներին, ձեր հետ կիսվում են, եթե ունեն մտահոգություններ այդ մասին բարձրաձայնվում է թե ոչ։ Ես ինքս միջխորհրդարանական միության վեհաժողովից եմ գալիս եւ այնտեղ չեմ լսել որևէ սրա հետ կապված մեկնաբանություն եւ չեմ կարող տալ որևէ գնահատական։ Իմ այն գործընկերները, որոնք առնչվել են, միգուցե, հա, նման, հա, գնահատականների հետ, միգուցե նրանք կարողանան այս հարցին պատասխանել։ Ես ինքս չեմ լսել որևէ սրա հետ կապված քննադատություն, ասում գալիս եմ միջխորհրդարանական միության վեհաժողովից, որին մասնակցում են աշխարհի շուրջ 180 երկրից պատվիրակություններ, պատգամավորներ եւ այնտեղ որևէ նման քննադատություն ես չեմ լսել։ Շատ լավ, Տիկին Հակոբյան, հիմա ըստ էության անդրադառնանք վերջին օրերի ամենաբուրն իրադարձությանը, հոգևորականներ, իշխանություն այս արճակատումը հեղափոխությունից հետո շարժում էր ձևավորել, որը փորձում էր փոխել կաթողիկոսին եւ երեք իմ տաղավարում ինձ հիշեցրեցին, որ նույն վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ եթեր մտավ եւ ասաց, որ չի խառնվելու եկեղեցու գործերին եւ այդպիսով ըստ էության նպաստեց, որպեսզի այդ շարժումը չկայանա։ Հիմա ինչու չեն գտնում կողմերը
համերաշխության, փոխգործակցության եզրեր։ Այս արճակատումը որքան է խորանալու, ունեք բացատրություն, ինչու այն ժամանակ վարչապետը օրինակ պաշտպանեց կաթողիկոսին ըստ էության։ Եվ հիմա այսպիսի սուր պայքար է մղվում նրա 18 դեմ։ թվականին ոչ թե վարչապետը պաշտպանել է կաթողիկոսին, այլ ըստ էության օրենքով գործել է։ Պետք է իշխանությունը չխառնվի եկեղեցական որոշումներին, եկեղեցին չպետք է խառնվի քաղաքական որոշումներին։ Հետևաբար մենք այդպես էլ շարունակում ենք, այսինքն ոչ այստեղ պաշտպանելու կամ չպաշտպանելու հարց չկար։ Ոչ ոք չի կասկածում, չէ, որ հատկապես 18 թվականին, եթե վարչապետը ուզեր կաթողիկոսը փոխվեր, խառնվեր, ցանկություն ունենալ խառնվեր, ուրեմն եկեղեցական գործերին, դա շատ հեշտ անգամ մեկ փոքր լայվի արդյունքում կլիներ, բայց այդպես չի եղել։ Ես մի առիթով անգամ ասել եմ, անգամ այն մարդիկ, որոնց բոլորը վստահ են, որ այդ մարդը կոռուպցիոներ է եւ պետք է, չգիտեմ, պատերի տակ գյուլել այդ մարդկանց, եթե մենք ունենայինք ցանկություն ժողովրդավարությունից դուրս քայլել անելու, այդ ժամանակ այնքան լեգիտիմություն ունենք, ինչ ուզենք կարող ենք անել։ Այո, հենց դա էլ մատնանշում ենք Հիմա, բայց մենք անգամ այդ շրջանում, երբ որ մենք անփորձ էինք որպես իշխանություն, երբ որ մենք ունեինք այդ աստիճան, ուրեմն այդ էйֆորիկ շրջաններ, մենք անգամ այդ ժամանակ չենք մեր սկզբունքներին դեմ չենք գնացել։ Հասկանում եք։ Հիմա էլի մենք մեր սկզբունքներին դեմ չենք գնում։ Մենք եկեղեցական ժողով չենք հրավիրում։ Մենք որևէ այնպիսի գործողություն չենք անում, որը կլինի խառնվել, հա, որպես իշխանություն հոգևորականների որոշումներին։ Մենք ասում ենք հարգելի հոգևորականներ, հարգելի եկեղեցական խորհուրդ ժողով, մարմնի անունը հստակ չեմ հիշում։ Հրավիրեք ձեր այդ ժողովը, քննարկեք այն հարցը, որը կա բոլոր քաղաքացիների մոտ։ Այսինքն կաթողիկոս չի կարող լինել մարդ, որը կուսակրության ուխտը պահած չէ։ Վարչապետը նոր է իմացել դրա մասին, Տիկին Հակոբյան։ Տեսեք, այդ խոսակցությունները վաղուց եղել են։ Դա խոսակցություններ են մարդկանց մեջ եւ բոլորիս հետ կապված տարբեր խոսակցություններ կարող են լինել։ Բայց երբ որ կա արդեն փաստեր, արդեն հավաստի են այդ խոսակցությունները, դրանք ուղղակի բամբասանքներ չեն, այդ դեպքում արդեն դուք եթե համարում եք պետք է խնդիրը ուղղակի փակել, ես այդ մարդկանց ովքեր են այդպես են մտածում, ես այդ մարդկանց մասին կունենամ երկու կարծիք։ Առաջի կարծիքն այն է, որ այդ մարդը ինքը հոգևորական չէ, քրիստոնյա չէ եւ իր համար մեկ է ինչ է այդտեղ կատարվում, ենթադրենք աթեիստ է, ենթադրենք եւ իրեն մեկ է ինչ է կատարվում եկեղեցում։ Եվ երկրորդը կասեմ, որ այդ մարդիկ պարզապես բան են, դա իրենց համար գործելա ոչ է, խնդիրը տեսնել, փակել, կոծկել եւ խորացնել այդ խնդիրը։ Հիմա ես ինքս չեմ գտնում, որ խնդիրները պետք է կոծկել, փակել եւ ավելի խորացնել։ Եթե խնդիր է լինում, անգամ առողջության վրա էլի եկեք բան անենք, մի հատ օրինակը բերենք։ Երբ որ դու ունենում ես ինչ-որ ցավ, քեզ խանգարող ինչ-որ մի բան առողջության հետ կապված, դա մոռանալ, դա ասել այդպես չէ, հա, չգիտեմ, դա չի բուժելու, չէ, խնդիրը։ Դա ավելի է խորացնելու խնդիրը եւ ինչ որ մի օր հասնելու այնպիսի իրավիճակի, որ այլևս ուղղակի այդպես դեղորայքով բուժում հնարավոր չէ, հա։ Պետք է արդեն շատ լուրջ վիրահատական միջամտություններ անել։ Հիմա այս հոգեվոր մեր խնդիրները հասել են այնպիսի մի փուլի, որտեղ արդեն դեղորայքային բուժում հնարավոր չէ։ Արդեն պետք է վիրահատական միջամտություն անել, որովհետեւ այնքան ակնհայտ է խնդիրը կապված նույն Կտրիշ Ներսիսյանի հետ, որ անհնար է արդեն ուղղակի, հա, այդպես ինչ որ խորհրդով, ինչ որ մի բանով հարց լուծել։ Երբ որ այդ եկեղեցականները չեն նստում եւ չեն քննարկում այս հարցը, սա մեկ բացատրություն ունի։ Այդ եկեղեցականները այդ խնդիրը գիտեն, բոլորը դրա հետ առնչվում են, բոլորը 100% դրանում վստահ են, բայց երբ որ դա արդեն արձանագրվի, դրա մասին խոսվի եւ բարձրաձայնվի, այսինքն այդ հարցը քննարկվի, Կտրիշ Ներսիսյանը պետք է շատ արագ լքի վեհարանը, որովհետեւ նա ի սկզբանե չպետք է լիներ այդ պաշտոնին, հասկանում եք, ու դա ես չեմ հորինել, դա վարչապետը չի հորինել, դա իրենց կանոնագիրք հայոց, որով իրենք նաև առաջնորդվում են, կանոնագրքում է, եւ իրենք դա ընդունել են, կապել են Աստծու հետ այդ ուխտը եւ դրա համար են դարձել բարձրաստիճան հոգեվորական։ Նույն Տեր Արամը չի կարող լինել կաթողիկոս, որովհետեւ նա ամուսնացյալ քահանա է, նա չի թաքցրել իր ամուսնացյալ լինելը, հա։
եւ շատ հոգեվորականներ, բայց նրանք նաեւ ի սկզբանե գիտեին, որ լինելով ամուսնացյալ նրանք չեն կարող հավակնել ավելի բարձր, հա, պաշտոնների, հոգեվորական պաշտոնների մասին, եկեղեցական պաշտոնների մասին եմ խոսում։ Այսինքն կաթողիկոսը համեն, այսինքն հա պաշտոնի համար ինքը տենց խափել է Աստծուն եւ ժողովրդին, որ ինքը կուսակրոն է, բայց փաստ կա, որ նա կուսակրոն չէ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասա ծրիա, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրիա։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Տիկին Հակոբյան, դուք ասացիք պետք է մեկը մյուսի գործերին չխառնվի ըստ էության։ Հիմա փոփոխության անհրաժեշտություն տեսնելը իշխանության երկրի ղեկավար կազմում փոփոխության անհրաժեշտություն տեսնելը ընդամենը դրա մասին հայտարարելը սա միջամտել է ձեր գործերին իշխանության գործերին միջամտություն է որտեղ նույն բանը իշխանությունն է անում այսինքն ընդամենը փոփոխություն է տեսնում է ղեկավարի կաթողիկոսի առաջնորդողի հոգևոր հոր փոփոխության անհրաժեշտություն ընդամենը հիմա երբ որ երկու կողմը նույն մակարդակի հայտարարություններ են հնչեցնում կամ մեղադրանքներ, սա մեկը մյուսի գործերին առնչվել է, ինչպես մենք հասկանանք այդ մեկը մյուսի գործերին չխառնվելու ձևակերպումը։ Մենք մեր կուսակցության գրասենյակում եկեղեցի ենք բացել եւ հրավիրում ենք հասարակությանը գալ եւ մեր քաղաքական թիմի որևէ մեկի պատարակը լսել։ Մենք այդպիսի բան արել ենք։ Ոչ։ Իսկ մայրաթորը դարձրել են Հայաստան դաշինքի գրասենյակ։ Դուք տեսել եք նաև կադրերը, լոգոները փակցված։ Դուք լսել եք բազմաթիվ խոսակցություններ եկեղեցականների, Տեր աղան օրինակ ասում էր, որ իրեն ստիպել են իր որդեկորույս մորը, հա, որտեվ քահանայի եղբայրը զոհվել է 44 օրյա պատերազմում, ստիպում են իր մորը տանել իշխանության դեմ միտինգների եւ դրա համար իրեն
կարելի ասել արտաքսել են, այնպիսի պայմաններ են ստեղծել, նա հրաժարվել է հոգևոր ծառայությունից եւ դուք նաեւ այդ ձայնագրությունում կարող եք լսել, որ նա բնավ մեր իշխանության աջակիցներից չէ, հա, արտահայտվելու ձևը, բայց դա չի նշանակում, որ հա նա բանը պետք է վերցնի իր մորը եւ տանի միտինգների, հա, բայց դա պահանջել է կաթողիկոս կոչվածը։ Էլ չեմ ասում, որ մի իր ուրեմն այդ շարժումը օրնած, չէ, կաթողիկոսը օրնել էր բանի Բագրատ Գալստանյանի շարժումը եւ Բագրատ Գալստյանը վարչապետի թեկնածու էր։ Խառնվելը սա է։ Ոչ թե այն, որ մենք որպես քրիստոնյաներ ասում ենք, որ մեզ համար անընդունելի է եկեղեցում տիրող այս բարքերը։ Այլ բաների մասին դեռ չեմ խոսում, ես միայն խոսում եմ դեռևս այս հարցերի մասին, բայց կան նաև բազմաթիվ այլ հարցեր, որոնց ապացույցները լինելու դեպքում արդեն էլի իրավապահ համակարգը թող զբաղվի։ Այսինքն համեմատել մեր հայտարարությունները, մեր բարձրացրած խնդիրները բանի հետ, նրա հետ ինչը կատարվում է եկեղեցում այսօր, սա անհամեմատելի է։ Մենք ասում ենք թող պատասխանի Կտրիչ Ներսիսյանը։ Այդպես է, թե այդպես չէ։ Երբ որ պատասխանի, որ այդպես չէ, դա ավելի է խորացնելու իր մեղքը։ Դրա համար նա լուռ է։ Իսկ քանի որ լուռ է, դա համաձայնության նշան է, որովհետև երբ որ ինքը անհամաձայն է լինում որևէ հայտարարության հետ, նա հայտարարություն է տարածում։ Անպայման տարածում է։ Օրինակ, երբ որ իր հոգևորականներից մեկը Մերձ Բալթյան այդ թեմի առաջնորդը օրհնել էր խաղաղության ճանապարհը, վարչապետը երբ որ այցելել էր, չեմ հիշում Լատվիա թե Լիտվա, եւ օրհնել էր խաղաղության ճանապարհը, շատ արագ Կտրիչ Ներսիսյանը հայտարարություն տարածեց Մայրաթորի անունից, որ սա եկեղեցական ամբողջ եկեղեցու դիրքորոշումը չէ, հա, նրանք խաղաղությունը չեն օրհնում։ Դա միայն այդ հոգևորականի հայտարարությունը։ Հետևաբար այն հայտարարությունը, որի հետ այն բաները, որի հետ համաձայն չեն, անպայման բարձրաձայնում է։ Մեր տված հարցին նա պատասխան չի տվել։ Մենք բարձրաձայնել ենք հարց։ Հարցին պատասխան չի հնչել։ Եվ այդ հարցը չի կարող միջ իր մահը մնալ օդում կախված։ Դա հարց է, որը պետք է հասցեագրվի, պետք է պատասխանվի, որովհետև մարդիկ էլ ունեն այդ։ Ես երեք նայում էի մի ընդդիմադիր լրատվամիջոց հարցում էր իրականացրել հենց վաղաշաբաթում համայնքում բնակիչներից, հարցնելով ինչպես եք վերաբերում իշխանության այս բաներին, եկեղեցու դեմ, այդպես ուղղորդելով եւ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը բացառությամբ 1-2 դեպքի համակարծիք էր իշխանության բարձրացած հարցերի հետ։ Դա ուզում եմ շեշտել, ընդդիմադիր, ծայրահեղ ընդդիմադիր լրատվամիջոցի հրապարակած հարցումներ են 3 կատարված։ Շատ լավ կարող եմ տրամադրել լինքը։ Այսինքն մարդկանց մեջ էլ այս խնդիրները կան, այս հարցերը կան, որոնց իրենք ուզում են պատասխաններ ստանալ։ Տարբեր թեմաներ կան հոգևորականների հետ կապված, բայց մենք այդ հոգևորականներին ախր մի ժամանակ օրինակ այտենց մտածում ենք լավ ամոթ հա, այս հարցին չանդրադառնանք, դա պոպուլյար չէ այդպեսի բան ասելը, չէ որ հոգևորական է, բայց մյուս կողմից երբ որ մենք խոհանոցում մեր մայրիկի հետ, մեր հա, չգիտեմ, ամուսնու հետ կամ չգիտեմ, եղբոր քրոջ հետ խոսում ենք, մենք այդ հարցերի մասին խոսում ենք, գիտենք, չէ՞ ինչպես։ Էլ չեմ ասում, որ դուք կնքվելիս, ձեր երեխաներին կնքելիս, ամուսնանալիս, փնտրում եք, չէ՞ հոգևորական, մոտիկ եկեղեցին չեք գնում քահանայի հետ պայմանավորվում։ Դուք փնտրում եք այն մաքուր հոգևորականին, որը պետք է պատիվ ունենա ձեզ պսակելու։ Ինչի ենք փնտրում։ Որտեւ ամեն հոգևորականի չենք վստահում։ Այս հարցերը կան, բայց երբ որ դրա մասին խոսում ես, ասում են վերջ, բան։ Այո, անդրադառնանք հաջորդ մեղադրանքին Տիկին Հակոբյան։ Տեր Արշակի մասնակցությամբ տեսանյութերի հրապարակում, այստեղ մի կողմ ենք դնում դրա օրինականությունը, արդյոք դրանք իսկապես տեսանյութերում հենց այդ մարդն է թե ոչ, վիճարկում է ընդդիմությունը ամեն դեպքում եւ հրապարակումը որքանով է օրինական թե ոչ, դա մոռանում ենք, ոչ այնքան այդ տեսանյութերի հրապարակումը անձի վարկաբեկման մասին է, որքան եկեղեցու որպես ինստիտուտի եւ դուք դա անում եք թուրք-ադրբեջանական տանդեմի հետ համագործակցության, որովհետեւ լսեք, խնդրում եմ մեղադրանքը մինչեւ վերջ, ասում եմ Փաշազադեի ամեն փոխեք, դուք մեզ եք մեղադրում ենթադրյալ տեսանյութի համար։ Ձևակերպումը փոխեք։ Տեսանյութի համար ձեզ չեմ մեղադրում, ես ընդհանուր մեղադրանքն եմ ձևակերպում, ասում են պատահական չէ, որ Փաշազադեի ամեն մի հայտարարությունից հետո այսպիսի իրադարձություններ են տեղի ունենում ներսում։ Այսինքն դուք իշխանությունը հիմա տեսանյութը, որը հրապարակվել է, դրանով ոչ թե հոգևորականին է վարկաբեկում, այլ
եկեղեցուն որպես ինստիտուտ։ Սա իմ ձևակերպումը չէ, սա իմ մեղադրանքը չէ, սա ընդհանուր մի զանգվածի մեղադրանք է, որը ես փորձեցի ձևակերպել։ Ես ելնում եմ այն կանխավարկածից, այսինքն վստահում եմ այն հայտարարությանը, որն արել է Արշակ հասկանալի չեմ հիշում հոգևորականը, որովհետև ինքն ասել է, որ դա ինքը չէ։ Ես չեմ կարող այլ բան ասել եւ ասել դա ինքն է։ Ես քավլիցի, ես մեկն եմ այն քաղաքացիներից, ով գիտի, որ այդպիսի ինչ որ տեսանյութեր կան, որտեղ անձը նման է Արշակ քահանային եւ բնականաբար երբ որ մարդ ասում է դա ես չեմ, ես ինչի պետք է ասեմ դա ինքն է։ Ես չեմ կարող ասել դա ինքն է։ Մյուս կողմից չի կարող լինել օրինական, ասացիք ոչ օրինականությունը չենք Ես դրանք այո դնում եմ մի կողմ, որովհետեւ կարող մարդու չենք կարող հստակ ասել։ լոգարանում տեղադրվել տեսանյութ եւ դա լինել օրինական, հա, դա անձնական շատ խիստ անձնական տարածք է եւ այլն, դա օրինական չի կարող լինել։ Իշխանությունը չի կարող բան ունենալ, հա, նման բան անել։ Նաեւ դες ասեմ, որ սա մենակ հիմարը կարող է չհասկանալ, որ սա վնաս է իշխանությանը։ Եթե իշխանությունն անի նման բան, սա ուղիղ վնաս է, որովհետեւ ցանկացած մարդ ունի անձնական կյանք եւ ցանկացած մարդ իր վրա է պրոյեկտում տեղի ունեցածը։ Մի կողմ եմ դնում, ինչպես ենք վերաբերվում այդ մարդուն, ինչպես չենք վերաբերվում, սիրում ենք, չենք սիրում, հարգում ենք, չենք հարգում, մի կողմ եմ դնում։ Ցանկացած մարդ մտածում է, որ դա կարող է իր հետ լինել եւ բոլորն ունեն անձնական կյանք։ Որպես մարդ եմ ասում, որպես մարդ։ Այո, ես հենց դա էլ եւ դա խիստ քննադատելի է, անընդունելի է եւ անգամ քննարկումները, չգիտեմ, սկրիններ դնել, այդ տեսանյութերը հրապարակել, դա շատ վատ բան է եւ չի կարելի դա անել, պետք է զերծ մնալ։ Ես նաեւ խնդրել եմ իմեջում, որ եթե իմ ընկերների մեջ կան մարդիկ, հա, տեսնեն, որ խնդրել եմ, որ չտարածել այդ բովանդակությունը, անկախ նրանից դա ճիշտ է թե սխալ, որովհետեւ դա վարկաբեկում է մարդուն։ Մարդն ասում է ես չեմ, ես հավատում եմ դա ինքը չէ, վերջ։ Մյուս կողմից, եթե ասում եք բանը, անձնական կյանք, չի կարող այդ մարդը ունենալ անձնական կյանք։ Սա եկեք նույնից ֆիքսենք, որ ես քննադատում եմ, դա ծայրահեղ անընդունել է, ում հետ ուզում է լինել, հոգևորական լինի, ընդդիմախոս լինի, չգիտեմ, թշնամի լինի, բոլորի հետ կապված, սա խիստ քննադատելի է, անընդունելի է։ Եվ սա մեր հետ կապ չունի, դրա համար ասում ձեր ձևակերպումը խնդրում եմ փոխեք։ Սա չգիտեմ որտեղից հայտնված ինչ որ տեսանյութ է, որը կարող անել ցանկացած մարդ եւ իր տուն մուտք ելք ունեցող, եթե դա իրենց անձնական, հա, տունն է, չգիտեմ, ինչ որ տան կադրեր համենայն դեպս, չգիտեմ ով է արել, ինչի է հրապարակել եւ դրա հետ կապված կա իրավական այդ հարցը լուծելու հնարավորություն, եթե չեն դիմել դեռևս դատարան, կխնդրեմ դիմել իրավապահ համակարգին եւ ուրեմն պահանջել, հա, այս ամեն ինչի պարզաբանում։ Մյուս կողմից անձնական կյանք, ինչպիսին դա կլինի, ում հետ կլինի, ինչ կողմնորոշմամբ կլինի, չի կարող ունենալ հոգևորականը, չի կարող պարզապես, եթե նա ամուսնացյալ չէ, եթե նա կուսակրոն է, չի կարող ունենալ եւ վերջ, չկա անձնական կյանք։ Կտրիչ Ներսյանը չի կարող ունենալ անձնական կյանք։ Արշակ Սրբազանը չի կարող ունենալ, չի կարող պարզապես։ Մեկ խոսում են, ասում են ոչ ավանդական կողմնորոշում, չգիտեմ, բարեկամական կապով մարդու հետ կապ։ Այդ ամենը մի կողմ եմ դնում։ Պարզապես չի կարող ունենալ անձնական կյանք հոգևորականը եւ վերջ։